Օրվա իրադարձությունների անդրադարձով Ցայգ մարզային հեռուստաընկերության եթերում այսօր լրատվականն է, ես Լիլիթ Մուրադյանն եմ, բարև ձեզ։ Հունվարի 25-ին և լույս 26-ի գիշերը իրադրությունը Ղարաբաղ-ադրբեջանական սահմանին հանգիստ է եղել, տեղեկացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Հակառակորդը հրաձգային զինատեսակներից ընդհանուր առմամբ հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 8 անգամ, հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 60 կրակոց։ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը առանց պատասխան գործողությունների դիմելու շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը։ Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղի ուղղությամբ հունվարի 25-ի ժամը 17:15-ի դրությամբ հակառակորդի կողմից կրակահերթ է եղել և դադարել։ Այս մասին թերթ.am-ի հետ զրույցում ասել է Բաղանիսի համայնքապետ Նարեկ Սահակյանը։ Կարճ կրակահերթ է եղել գյուղի ուղղությամբ, ոչ նյութական և ոչ էլ այդ տիպի վնասներ չի տրվել գյուղին։ Առանձնակի բան չկա, ճանապարհը բաց է եղել, անգամ չի էլ փակվել, ասել է Սահակյանը։ Նարեկ Սահակյանն ասել է, որ առավոտյան այցելել է դպրոց, դասընթացներն իրենց հունով ընթանում են։ Ամեն ինչ բնականon հունի մեջ է։ Այսօր էլ 3 բանակային ենք ճանապարհում բանակ։ Կառավարության այսօրվա նիստը սկսվել է հանձնարարականներով։ Վարչապետ Կարեն Կարապետյանի Ռուսաստան պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն այսօր անմիջական արձագանք են գտել կառավարության նիստում տրված հանձնարարականներում։ Կարեն Կարապետյանը պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար կոնկրետ ժամկետներ է մատնանշել։ Օրակարգում ռուսական կապիտալի ներգրավումն է Հայաստան, գրեթե ողջ տարին փակվող Վերին Լանսի ավտոճանապարհի այլընտրանքային երթուղիների քննարկումն ու ոչ միայն։ Մատչելի բնակարաններ երիտասարդ ընտանիքներին պետական ծրագիրը վերանայման կարիք ունի։ Կառավարության նիստի ժամանակ սպորտի և երիտասարդության նախարարին վարչապետը հանձնարարում է ուսումնասիրել, ինչ է հնարավոր անել հատկապես գների վերանայման տեսանկյունից։ Բարձրացնելով ծրագրի շրջանակներում ձեռք բերվող բնակարանի արժեքի շեմը և նվազեցնելով պարտադիր կանխավճարների չափը։ Օրակարգում գերակշռում էին սոցիալական հարցերը, ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի, հրատապօգնության և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափերը սահմանված են։ Մի քանի տեխնիկական հարցերից հետո միջոցները կբաշխվեն ըստ գրասենյակների։ 39.5 միլիարդ դրամ Սահմանվող չափերը տարբերակվում են մասնավորապես երեխաներին տրվող հավելման չափերը ելնելով ընտանիքների անապահովության մակարդակից, բնակության վայրից, սահմանամերձ կամ բարձրլեռնային և երեխաների թվից, հավելման չափերը տատանվում են 5500 դրամից մինչև 8000 դրամ, իսկ նպաստի բազային մասը 18000։ Այսուհետև պետության հետ կապված գործարքները կարելի է իրականացնել ավելի շատ սպասարկման կենտրոններում։ Հայփոստից բացի ոստիկանության, պետգույքի, քաղաքացիության և այլ գերատեսչությունների հետ կապված գործարքները իրականացվում են ևս 3 բանկում՝ Կոնվերս, Արտշին և Ամերիա բանկերում։ Ցանկին ավելացել են Հայէկոնոմ բանկը և Անելիք բանկը։ Մինչև ամսվա վերջ ևս գոյություն ունեցող 6 գրասենյակներին կգումարվեն ևս 15-ից 20-ը։ Աստի, որ հերթերը պակաս են, գործարքներն էլ արագ կատարվեն։ Պետք է այդ մասին տեղեկացնել քաղաքացիներին, ասում է վարչապետը։ Կասնենք, որտեղ իրականում մենք բավականին հեշտացրել ենք իրենց կյանքը այս հարցում։ Մեկ այլ փոփոխությամբ նոտարները չեն կարող որոշել, թե իրենց ծառայության համար ինչ գին պետք է վճարի քաղաքացին։ Օրենքը պահանջում է, որ վերանայվի սակագինը և հստակեցվի մեկ գին՝ նվազագույն շեմով։ Ովքեր օրինակ առաջին, երկրորդ կարգի հաշմանդամություն ունեն, կենսաթոշակառուներ են կամ անապահովության 20 միավորից բարձր անապահովության ուրեմն միավոր ունեն, բոլորի համար նախատեսել պարտադիր ամենացածր սակագինը։ Չին նախագահ Սերժ Սարգսյանն այցելել էր Տավուշի մարզ, պետական սահմանի պահպանության տեղամաս և մարտական դիրք այցելելուց հետո նախագահը նաև Ազատամուտ համայնքում լսել էր մի շարք համայնքների բնակիչներին հուզող հարցերը։ Ազատամուտը նույնքան սահմանապահ է, որքան այն մյուսները, որոնք ընդգրկված են արտոնյալների շարքում։ Աջակցման կարիք կա։ Նախագահի հանձնարարականով կառավարությունը վերանայում է հարկերից ազատված սահմանամերձերի ցանկը։ Ազատամուտում ծավալվող բիզնեսն էլ կազատվի հարկերից։ Բացի այդ, կառավարության որոշմամբ այն ընդգրկվել է նաև սոցիալական աջակցության ծրագրերում։
Ցող կշիռը կազմում շուրջ 42 միլիոն դրամ, որից փաստորեն 26 միլիոն դրամը էլեկտրաէներգիա եւ 16 միլիոն դրամը փաստորեն իրենից ներկայացնելու է գազի գնի 50%-ի վճարը։ Հողի հարկ եւ ռոռոկման ջրի վարձավճարներ չունեն, սրանով մեր ցանկը մեկով ավելանում է, սա հանրապետության նախագահի վերջին այցի հանձնարարականն է։ Խնդրում եմ հաստատել։ Հանձնարարական ունի աշխատակազմին սահմանամերձ գյուղերի խնդիրները հասկանալու համար կոորդինացնող խումբ կազմել։ Մի փիլիսոփայություն եւս դրա շարժվենք առաջ, ո՞նց եք կարծում։ Մի հատ քննարկեք, խնդրում եմ, ու ամփոփենք, մի հատ գույքագրենք, ինչ հարցեր ենք ուզում լուծենք, դա ինչ էֆեկտ կարող է տալ։ Գույքագրենք իրենց խնդիրները։ Կական հաստատությունները կընդգրկվեն մեկ միասնական էլեկտրոնային համակարգի մեջ։ Խոսքը 480 լիցենզավորված բժշկական կենտրոնների մասին է, որոնց գործունեությունը տեսանելի կլինի բոլորի համար։ Վարչապետը արդյունքով է հետաքրքրվում։ Ինչ է տալու այդ համակարգի ներդրումը։ Թափանցիկություն եւ գրանցումների ճշգրտություն։ Թափանցիկությունը ծախսերի նվազեցման բերելու է։ Միանշանակ։ Արդեն իսկ համակարգը սինխրոնիզացված է մեր անձնագրային բազայի հետ։ Էլեկտրոնային համակարգի ստեղծման եւ ներդրման համար մրցույթ է հայտարարվելու։ Կիրառման ժամկետը հոկտեմբերն է։ Հայաստանը օդային հաղորդակցման ուղիներ է հարթում Սինգապուրի եւ Կանադայի հետ։ Բոլոր հարցերն արդեն հարթեցված են։ Մնում է, որ համաձայնագրերը ստորագրվեն։ Կառավարությունը համաձայն է։ Սինգապուր, Կանադա հիմա երբ ենք թռնելու ուղիղ։ Իրավական հիմքը ստեղծենք, հետո սկսենք մտածել։ Էդ էր խանգարում, շատ լավ։ Կառավարությունը շարունակում է աջակցել նաև թեթև արդյունաբերության զարգացմանը։ Մրցունակությունը բարձրացնելու եւ ոլորտը խթանելու համար գործադիրը շարունակում է համագործակցել միջազգային կառույցների հետ։ Պաբեդա ավիաընկերությունը բավական գոհ է չվերթներից, ինչի մասին վկայում է օդանավերի բեռնվածությունը։ Այսօր հայտարարել է քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը։ Նա վստահեցրել է, որ աշխատանքներ են տարվում, որպեսզի Գյումրու-Շիրակ օդանավակայանում, ինչպես Զվարթնոցում ավելանան չվերթները։ Անդրադառնալով Արմենիա ավիաընկերության գործունեությանը, Սերգեյ Ավետիսյանը նշել է. այդ ավիաընկերությունն այս պայմաններում փորձում է գտնել իր տեղը հայաստանյան շուկայում, որպես օրինակ այն է, որ մենք օրական միայն Մոսկվայի ուղղությամբ ունենում ենք 14-ից 15 չվերթ։ Ես կարծում եմ, որ բոլորին պարզ է, թե ինչ մրցակցություն է այստեղ, հավելել է Սերգեյ Ավետիսյանը։ Մեկ ամսից ավել է, որ Պաբեդան գործունեություն է ծավալուն թռիչքները իրականացնում։ Ինչպես կգնահատեք Պաբեդայի գործունեությունը, արդյոք ի սկզբանե, որ ասում էր խթանելու է զբոսաշրջության զարգացման նաև Գյումրիում, արդյոք արդեն իսկ այդ նախադրյալները ստեղծվել են։ Զբոսաշրջության մասով ստեղծվել են դիմեք զբոսաշրջության կոմիտեին ձեզավորման ինֆորմացիա կտան, ինչպես գործընկերը արդեն հարցրեց սկզբում։ Այո, Պաբեդա ավիաընկերությունը բավական գոհ է չվերթներից, ինչի մասին վկայում է բեռնվածությունը օդանավերի, գրեթե 100% բեռնվածությամբ օդանավերը գնում են եւ ներկայումս մենք քննարկում ենք հաճախականության ավելացման։ Ըստ արտակարգի 2016-ը արտակարգ էր։ Շիրակի մարզպետարանում արտակարգ իրավիճակների նախարարության Շիրակի մարզային փրկարարական վարչության ստորաբաժանումները հանդես են եկել տարեկան հաշվետվությամբ։ Ելույթները սկսելուց առաջ 1 րոպե լռությամբ հարգվել է արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հիշատակը։ Հաշվետվությանը ներկայ են գտնվել նաև արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի ղեկավար Գագիկ Հայրապետյանն ու փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Արման Ցոլակյանը։ Ստորաբաժանումների կողմից իրականացված աշխատանքները գնահատվել են բավարար։ 2016 թվականն արտակարգ դեպքերով է աչքի ընկել 622 նախորդ տարվա 571 դեպքի փոխարեն։ Խոսքն 8.9% աճի մասին է։ Զոհերի թիվը նվազել է 7-ով, վիրավորներինը 1-ով։ Գրանցված դեպքերի գերակշռող մասը 487-ը տեխնածին են։ Գրանցված տեխնածին արտակարգ դեպքերից 312 սրդերի դեպքեր են։ 2015-ին 236։ Հրդեհների թիվը մարզում աճել է 76-ով կամ 32.8%-ով։ Նյութական վնասը կազմել է 67 միլիոն 728.096 դրամ։ Հրդեհներից զոհվել է 3 եւ վնասվածք են ստացել 1 քաղաքացիներ։ Անցնող տարի Արթիկի հեղեղը խոշոր չափի վնասներ հասցրեց։ Տարին ձնառատ է։ Հեղեղումների հնարավոր կրկնությունից խուսափելու համար մարզի ղեկավարը հորդորում է սելավատարները մաքուր պահել։ Ստեղծված է աշխատանքային խումբ, որը ուսումնասիրություն է իրականացնում Արթիկ համայնքում, այդ ամբողջ ջրատարի երկարությամբ, արդյունքը տեսնենք ինչ կլինի, առաջարկություններով հանդես կգանք։
Արտահարությունից եւ ուժեղ քամուց տուժել է 26 համայնք, ընդհանուր առմամբ նյութական վնասը կազմել է 1 միլիարդ 393 միլիոն 341 հազար 497 դրամ։ Անուշավանի համայնքապետը պնդում էր Շիրակի մարզին ռադիոլոկացիոն համակարգի հարկավոր, հակակարգտային կայանների նախորդ տարվա կրակոցներից Երվանդ Հակոբյանը դժգոհ էր։ Կրակոցները ծառայության կողմից կատարվում են, բայց ոչ 100% ճշտությամբ։ Այսինքն արևի ժամանակ կրակում են հաջողակի։ Ես ասել եմ, եթե տեղում ռադիոկայան լավություն համակարգի 100% չեք կարող ասել 10 տարվա ընթացքում 4-րդ աստիճանի մենք բնակավարության ամբեր այս ծավալի չենք ունեցել ինչպես 2016 թվականին։ Ու իմիջայլոց 4 անգամ կարգդահարություններ, որոնք եղել են, հիմնականում նույն տեղում։ Ամասիայի համայնքապետի տեղակալն էլ ասելիք ուներ կրկին դժգոհ նոտայով։ Համայնքին հատկացված ամենագնացը քիչ օգտագործեցին։ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական ծառայությունը վերցրել ու Աշոտքին է տվել։ Նմանատիպ հատուկ մեքենաները մարզին են հատկացվում։ Ելնելով օպերատիվ իրավիճակից արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ղեկավարությունը նպատակահարմար է գտնում տեղաշարժելու, տեղակայման վայրերը փոխելու։ Սեյսմիկ պաշտպանության արդեն նախկին աշխատակիցներն էին մտահոգ։ Բազմամյա փորձն ու գիտելիքները ստիպված կլինեն կիրառել տանը։ Նախարարի հրամանի համաձայն 19 մասնագետ է աշխատանքից ազատվել։ Աշխատանքների ուրեմն զգալի արդյունավետության կորուստ են ունեցել, կան մեթոդներ, որոնք ուրեմն չեն մշակվում, եւ այդ տվյալները ցավոք սրտի չեն կարողանում հայտնել ու մշակել։ Գիտե, այդպես 4 ցամաք կարելի է վարվել են մարդկանց հետ, ովքեր հիմնել են այդ կառույցը։ Բազում տարիներ աշխատել, այնպես ցերեմոնն է ռուսերեն ասած։ Կերպով, ասեն ժամանակը լրացել է, պայմանագիր վերացել է, ես քեզանից ազատում եմ։ Խոսքը գնացել է թոշակառուների։ Դուք ունեք բառը շեշտեք, որ խոսքը վերաբերվել է, այո, ոչ, դուք շեշտեցիք սկզբից։ Խոսքը վերաբերում է թոշակառու մասնագետներին։ Որոնց տարիքը Տրամպի տարիքից փոքր է։ Չէ, մի Տրամպի տարիքին է, երբ որ պրեզիդենտ ընտրեցին, դուք էլ ընտրվեք, ինչ ասեմ, հիմա այդպեսի բան։ Խոսքը ուրիշը։ Ես հանդիպել եմ Արոն Ազարեթյանի հետ, հանդիպել եմ նաև ձեր մասնագետների հետ։ Հիմա ես էլ եմ փորձում այդ հարցը կարգավորել։ Հետևողական ու խիստ լինել։ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը հանձնարարականներ ստացավ։ Հայտնաբերել բոլոր չգրանցված աղոները եւ փորձաքննություն չացած աղոները եւ դրա վրա խիստ ուշադրություն դարձնել։ Շատ խիստ։ Յուրաքանչյուր չարած աղոտ դա մարդկային զոհ է, միշտ հիշում դա։ Ստորաբաժանումների կողմից իրականացված աշխատանքները նախարարության ներկայացուցիչները բավարար գնահատեցին։ Նազիլ Էլբակյան, Խաչատուր Գևորգյան, այսօր։ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունն իրազեկում է, որ հայտնաբերվել են շրջանառության մեջ դրված 10,000 դրամանոց կեղծ թղթադրամներ։ Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ կեղծ փողերը պատրաստվել են գունավոր պատճենահանման եղանակով, ընդ որում իսկականին առավել նմանեցնելու նպատակով դրանց վրա փակցվել են 1000 դրամ անվանական արժեքով թղթադրամներից կտրված պաշտպանիչ ժապավենաձև փայլաթիթեղներ։ Կեղծ թղթադրամներն իրացվել են Հայաստանի մարզերում գործող տարբեր բենզալցակայաններում գիշերային ուշ ժամերին եւ վատ լուսավորության պայմաններում։ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է քաղաքացիներին, որ վերոնշյալ թղթադրամների կեղծ լինելու հանգամանքը պարզելու համար անհրաժեշտ է առավել ուշադրություն դարձնել տարբերակիչ այնպիսի ակնհայտ հատկանիշների, ինչպիսիք են թղթադրամների ժապավենաձև փայլաթիթեղը եւ ջրանիշի առկայությունը։ Քրեական գործով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել կեղծ փողեր պատրաստելու, պահելու եւ իրացնելու համար։ Ներկայումս միջոցներ են ձեռնարկվում շրջանառության մեջ դրված կեղծ փողերի այլ նմուշներ հայտնաբերելու, ինչպես նաև նշված հանցանքին առնչակից անձանց բացահայտելու ուղղությամբ։ Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալիա Վուտովային։ Արթուր Դավթյանը բարձր է գնահատել Հայաստանում ընտրական գործընթացների արդյունավետ իրականացման ուղղությամբ Եվրոպայի գրասենյակի իրականացրած աշխատանքները։ Հայաստանի գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից հայտնում են, որ քննարկման առանցքում եղել է Հայաստանում կայանալիք ընտրությունների ընթացքում հնարավոր իրավախախտումները կանխելու նպատակով Հայաստանի գլխավոր դատախազի հրամանով ստեղծված աշխատանքային
քաղաքային խմբին, Հայաստանում գործող եվրոպական կառույցների, շահագրգիռ այլ մարմինների համագործակցությամբ իրազեկման և կանխարգելիչ միջոցառումների իրականացմանը վերաբերող հարցեր։ Երկուստեք կարևորվել է ազատ, արդար, թափանցիկ ընտրական գործընթացների ապահովումը։ Հայաստանում Եվրախորհրդի գրասենյակի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել գլխավոր դատախազության հետ համագործակցությամբ նպաստել այդ աշխատանքների արդյունավետ իրականացմանը։ Հանդիպմանը քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Վերջին շրջանում մամուլում հաճախ են արծարծվում տեղեկություններն այն մասին, որ Ցայգ մարզային հեռուստաընկերության մեկնաբան Նազելի Բաղդասարյանը պատրաստվում է մտնել քաղաքականություն, մասնակցելու խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին խոսակցությունները մեծ արձագանք են գտել ոչ միայն մամուլում, այլև հասարակաքաղաքական դաշտում։ Խնդրի առնչությամբ Նազելի Բաղդասարյանը պարզաբանում է տվել այսօր լրատվականին։ Վերջին շրջանում մամուլում շատ է արծարծվում այն հանգամանքը, որ խորհրդարանական ընտրություններում պատրաստվում եմ առաջադրվել որևէ կուսակցության ցուցակով, ես նպատակահարմար եմ գտնում այս պարագայում տալ սպառիչ պատասխան, այո չեմ հերքում, 3 քաղաքական ուժերի կողմից առաջարկ եղել է մասնակցել ընտրություններին տարածքային ցուցակով, նաև որոշակի քննարկումներ կամ բանակցային ընթացք եղել է հայկական վերածնունդ եւ հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունների հետ, խնդիրը դրված է եղել, որ պետք է մասնակցեմ եւ իհարկե չեմ անդամակցելու որևէ կուսակցության, որովհետև երբևէ որևէ կուսակցության անդամ չեմ հանդիսացել ու չեմ հանդիսանում, բայց այս պայծրությամբ իմ պատասխանը բոլոր քաղաքական ուժերին միանշանակ եղել է բացասական։ Այո, ընտրական process-ներում լինելու եմ առաջիկա, բայց զուտ որպես քաղաքական մեկնաբան, այսինքն Նազելի Բաղդասարյան հաղորդավարը կամ քաղաքական մեկնաբանը լինելու է ինչպես միշտ չեզոք, ինչպես միշտ անկաշար եւ վստահ եմ, որ առաջիկա ընտրությունների համատեքստում եւ լսարանին եւ հեռուստադիտողներին կկարողանամ ներկայացնել օբյեկտիվ ու ճշգրիտ ընթացք, որովհետեւ այսօրվա դրությամբ մեր պետությունը կանգնած է այնպիսի ջրբաժանին, որ կարծում եմ սովորական քաղաքացին խիստ պահանջ ունի լսելու օբյեկտիվ կարծիք։ Օրվա մյուս թեմաների մասին։ Հայոց ցեղասպանության մասին հարցեր ուղղված Միացյալ Նահանգների պետքարտուղարի ու ՄԱԿ-ում դեսպանի թեկնածուներին։ Այս օրերին, երբ հայոց ցեղասպանությունը հերքող ուժերը կոչ են անում նախագահ Թրամփին ու նրա աշխատակազմին երաշխավորել, որ հայոց ցեղասպանությունը չի ճանաչվելու իր վարչակազմի կողմից, թեկնածուին գրավոր հարցեղելու հնարավորությունից օգտվել է նաև Նյու Ջերսի նահանգը ներկայացնող սենատոր Ռոբերտ Մենենդեսը։ ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հունվարի 23-ին երկրի պետքարտուղարի, այսինքն արտաքին գործերի նախարարի պաշտոնում ձայների 11-10-ի հարաբերությամբ հաստատեց նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացրած Ռեքս Թիլերսոնի թեկնածությունը։ Իդեպ կողմ են քվեարկել հանձնաժողովի հանրապետական բոլոր սենատորները, դեմ դեմոկրատ բոլոր սենատորները։ Մինչև հանձնաժողովում հաստատվելը նույն հանձնաժողովում ավելի վաղ անցկացվում են լսումներ, որի ժամանակ հարցեր են ուղղվում թեկնածուին։ Թիլերսոնի հարցով լսումներն անցկացվել էին հունվարի 13-ին, դեռևս մինչև Թրամփի երդմնակալությունը։ Սենատորները նրան էին հղել աշխարհի տարբեր հատվածներում ԱՄՆ-ի քաղաքականության մասին հարցեր։ Սակայն ժամանակի սղության պատճառով լսումներից զատ հանձնաժողովի անդամ սենատորներին տրվում է թեկնածուին նաև գրավոր հարցեր հղելու հնարավորություն։ Գրավոր հարցերին թեկնածուն տալիս է գրավոր պատասխաններ։ Թեկնածուին գրավոր հարց հղելու հնարավորությունից օգտվել է նաև Նյու Ջերսի նահանգը ներկայացնող սենատոր Ռոբերտ Մենենդեսը։ Հայոց ցեղասպանության մասին սենատոր Մենենդեսի հարցին ի պատասխան Թիլերսոնի գրավոր պատասխանում ասված է. 1915 թվականի գազանությունները մնում են Հայաստանի եւ Թուրքիայի միջև հարաբերություններում ցավոտ մի հարց, եւ ԱՄՆ-ի շահերից է բխում, որ ապահովենք խաղաղ ու կայուն հարաբերություններ երկու երկրների միջև։ Եթե իմ թեկնածությունը հաստատվի, ես կպաշտպանեմ պատմական իրադարձությունները լիովին հաշվի առնելու եւ Հայաստանի ու Թուրքիայի միջև տարածաշրջանային կայունության շահերից բխող երկխոսություն սկսելու կարեւորությունը։ Իդեպ ԱՄՆ-ի կողմից հայոց ցեղասպանությունը ճանաչող ինչ-որ հռչակագիր ընդունելու մասին հարց է սենատոր Ռոբերտ Մենենդեսը հղել նաև ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպանի թեկնածու Նիկի Հեյլիին հունվարի 18-ին նույն արտաքին հարաբերությունների հանձնաժողովում անցկացված լսումների ժամանակ։ Սենատորը հարցնում է, թե արդյոք հայոց ցեղասպանությունը չճանաչելու հանգամանքը բացասական ստվեր չի գցում ամերիկյան արժեքների վրա ու արդյոք այն չի խրախուսում նման հանցագործությունների շարունակումը։ Իր գրավոր պատասխանում Հեյլին գրում է. «Ես երբեք չեմ խուսափելու այն երկրներին դատապարտելուց, որոնց կողմից իրականացված գործողությունները հակասում են ամերիկյան արժեքներին, ոտնահարում մարդու իրավունքները եւ հակասում միջազգային չափանիշներին»։
Բարձր պաշտոնների համար բոլոր տեխնացուներին հղված գրավոր հարցերն ու պատասխանները մշտապես պահվում են Սենատի պահոցներում։ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեխնացությունները հաստատվելուց հետո վերջնական հաստատումը տեղի է ունենում Սենատի լիագումար նիստի արդյունքում։ Նախագահ Թրամփը սկսել է իր նախընտրական խոստումների իրականացումը։ Նավթի արտադրողականության մեծացման առումով նախագահ Թրամփը ստորագրել է հրամանագրեր, լիազորելով պատկան մարմիններին նոր բանակցություններ սկսել նավթուղիների կառուցման համար։ Սպիտակ տուն տեղափոխվելուց կարճ ժամանակ անց նախագահ Դոնալդ Թրամփը ձեռնամուխ եղավ մի շարք իր նախընտրական խոստումների իրականացման։ Առևտրային համաձայնագրերի վերաբերյալ նրա առաջին որոշումներից դարձան ԱՄՆ-ի դուրսբերումը միջխաղաղ օվկիանոսային համագործակցությունից։ Նավթի արտադրողականության մեծացման առումով նախագահ Թրամփը ստորագրեց նախագահական հրամանագրեր, լիազորելով պատկան մարմիններին նոր բանակցություններ սկսել Keystone XL եւ Dakota Access նավթուղիների կառուցման համար։ Keystone XL նավթամուղը կանադական նավթային հումքը կտեղափոխի մեքսիկական ծոցի մոտ գործող վերարտադրողական գործարաններ, իսկ Dakota Access-ը նախատեսում է նավթը փոխադրել հյուսիսային Դակոտայից Իլինոյս նահանգ։ Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ ԱՄՆ կվերաբանակցի կանադական կողմի հետ Keystone-ի նախագիծը, որի շնորհիվ կստեղծվեն հավելյալ 28000 աշխատատեղեր։ Նավթամուղերի կառուցման որոշումները բողոքի նոր ալիք են բարձրացրել ԱՄՆ-ում։ Օրերս տեղի ունեցավ բողոքի եռ դեպի Սպիտակ տուն, որն առաջնորդում էին երկու կոնգրեսականներ։ Դեմոկրատ կոնգրեսական Ռաուլ Գրիջալվան սուր քննադատության ենթարկեց նախագծերը, ընդգծելով, որ դրանք անտեսում են կլիմայի փոփոխության հետ կապված հարցերը։ Բողոքի ցույցեր տեղի ունեցան նաև Սիեթլում։ Նախկին նախագահ Բարակ Օբաման 2015 թվականին հրաժարվել էր ստորագրել Keystone-ի ծրագիրը բնապահպանական խնդիրներից ելնելով։ Անցած տարի ԱՄՆ-ի բանակի ինժեներական կորպուսն արգելափակեց Dakota Access նախագիծը, հաշվի առնելով տեղի բնիկ ամերիկացիների ու նրանց աջակիցների բողոքները, որ այդ նախագիծը վնաս է հասցնելու նրանց խմելու ջրի պաշարներին եւ բնիկ ամերիկացիների մշակութային ժառանգությանը։ Ինչ վերաբերվում է անօրինական ներգաղթյալների մասին նախընտրական խոստումներին, ապա նախագահ Թրամփի հրամանագրերը նախատեսում են Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցում, ինչպես նաև փախստականների հոսքի սահմանափակում։ Թրամփի վարչակազմը պատրաստվում է պայքարել քաղաքային այն իշխանությունների դեմ, որոնք աջակցություն են տրամադրում անօրինական ներգաղթյալներին։ Նախագահ Թրամփը հայտարարել է, որ Մեքսիկայի հետ պատի կառուցումը կտևի մի քանի ամիս եւ կարժենա $10 միլիարդ, որը նախագահի պնդմամբ կփոխհատուցվի Մեքսիկայի կառավարության կողմից։ Չնայած դրան, մեքսիկական կողմը բազմիցս հայտարարել է, որ չի պատրաստվում վճարել պատի կառուցման համար։ Մեքսիկայի նախագահը մոտ ժամանակներս կայցելի Վաշինգտոն սահմանների անվտանգության ու առևտրային հարաբերությունների հետ կապված հարցերը քննարկելու համար։ Հայտնի է նաև, որ հրամանագրերից մեկը նախատեսում է Միացյալ Նահանգներ առնվազն 30 օրյա մուտքի արգելք սահմանել Սիրիայից փախստականների համար, որտեղ, ինչպես հայտնի է, դեռևս շարունակում են մնալ մի քանի տասնյակ հազարավոր սիրիահայեր։ Սիրիայից բացի ժամանակավոր արգելքը կտարածվի նաև Մերձավոր Արևելքի ու Աֆրիկայի 6 այլ երկրներից փախստականների վրա, ներառյալ Իրաքը, Իրանը, Լիբիան, Եմենը, Սոմալին ու Սուդանը։ Չի բացառվում, որ հրամանագրում նշվի, որ մուտքի արգելքի ռեժիմը չի տարածվում կրոնական փոքրամասնությունների վրա, ովքեր ենթարկվում են հետապնդումների։ Փրկարարները Ռիգոփիանո հյուրանոցի փլատակներից դուրս են բերել բոլոր զոհվածների մարմինները։ Այսպիսով զոհվածների թիվը հասել է 29-ի։ Հիշեցնենք, հունվարի 18-ին կենտրոնական Իտալիայի Գրան Սասոլեռնային շրջանում երկրաշարժին հաջորդած ուժեղ ձնահյուսի պատճառով հյուրանոցը մնացել է ձյան հաստ շերտի տակ։ Փրկարարներին հաջողվել է փրկել 11 անձի, այդ թվում 4 երեխա։ Նշենք, որ հունվարի 24-ին նույն շրջանում, երբ փրկարարները փորձել են տարածքից տարհանել վնասվածք ստացած դահուկորդին, նրանց ուղղաթիռը կործանվել է, ինչի հետևանքով 6 մարդ է մահացել։ Թուրքական ավիաուղիները Ստամբուլի օդանավակայանում չեղարկել են 463 ներքին եւ միջազգային չվերթ եղանակային վատ պայմանների պատճառով։ Փոխանցում է Թրենդը, հղումանելով ավիաընկերության կայքին։ Ձյան առատ տեղումները Ստամբուլում սկսվել են այսօր առավոտյան։ Ընկերությունից հայտարարել են, որ տոմսերը 1 տարվա ընթացքում անվճար կարելի է փոխանակել այլ ժամանակացույցի տոմսերի հետ։ Շիրակի մարզում 450 տեսողական խնդիրներ ունեցող անձ կա հաշվառված։ Նրանցից 280-ը գյումրեցիներ են։ Խորհրդային համակարգի փլուզումից հետո տեսողական խնդիրներ ունեցող անձինք գործազուրկ են դարձել։ Պատճառը կույրերի միավորման ուսումնաարտադրական ձեռնարկության փակվելն է։
Գյումրու կույրերի միավորման ուսումնաարտադրական ձեռնարկության սարքավորումներն են։ Ավելի քան 1 տասնյակ արտադրատեսակ թողարկած այս սարքավորումներն իրենց նպատակին չեն ծառայում արդեն 10 տարի։ Արտադրամասի գործադիր տնօրեն Լևոն Ափոյանը չի հիշում, թե վերջին անգամ սարքերը երբ են շահագործվել ըստ անհրաժեշտության։ Կույրերի միավորման արտադրամասը լայն գործունեություն ծավալել է խորհրդային տարիներին։ Արտադրվել են ձեռնոցներ, էլեկտրական վարդակներ, թղթապանակներ, կտավ եւ այլն։ Այժմ մտադրություն կա արտադրամասը գործարկել մասնակիորեն յուղաներկի արտադրություն ծավալելու նպատակով։ Լաբորատոր եւ փորձնական արտադրական մեքենասարքավորումներ լրիվ սա բոլորը կազմակերպեցինք, բայց չկարողացանք 6 միլիոն դրամ հայտարարել, գտնել օր մասսայական արտադրություն կազմակերպենք։ Ուր են, բայց ամեն ինչ կարող են։ Մի քիչ կողքից որ մի փոքր ուժ, մի փոքր օգնություն, այս մաշտիկ ոտքի կկանգնեն։ 1938 թվականին հիմնադրված կույրերի միավորումում գրանցված է 450 շահառու։ Կազմակերպությունը նախկինում աշխատանքով է ապահովել նրանց 60-ից 70%-ին։ 2002 թվականին արտադրամասը հիմնովին դադարեցրել է իր գործունեությունը, գործազուրկ թողնելով տեսողական խնդիրներ ունեցող անձանց։ Վերջիններս նշում են, որ արտադրամասերի վերագործարկման միակ ելքն իրենց եկամտահարկից ազատելն է։ Կարևորագույն հարցն է մեր միավորման համար, որ մեզի հարգելից ազատ է կառավարությունը, ինչպես ցանկացած բոլոր քաղաքակիրթ պետությունների մեջ է։ Պայման են ստեղծում, որ ցանկացած ձևի ինքը կարողանա իր կենցաղային եւ բարեկեցության հարցերը լուծել։ Ով է տեսեք կույրից վերցնեն եկամտահարկ։ Պետությունը պետք է օգնի, որ արտադրամը ծառայվի աշխատին։ Դες հսկայական մեքենաներ կա, բայց բոլորը վճարած են։ Սարքավորումները հիմա տվյալ մոմենտին այստեղ որ կան նորմալ են, աշխատող են։ Բայց աշխատանք չկա ինչ։ Գնալով արդեն երկար տարիներ որ մնա խոնավությունից էլեկտրոսարքավորումները կփչանա, չէ։ Լևոն Ափոյանն ասում է, որ արտադրամասը վերագործարկելու նպատակով շատ կառույցների են դիմել։ Ծրագրի հետ ծանոթացել են, բայց չեն աջակցել։ Գործազրկության հետևանքով տեսողական խնդիրներ ունեցող անձինք սոցիալական խնդիրների առջև են կանգնած։ Ոչ հագուստի համար եմ կարող հոգալ, ոչ երեխայից դպրոցի հարցերն եմ կարող հոգալ, ոչ ծնունդից նորմալ ծնունդից հարցն եմ կարող։ Տեղորակի համար ընդհանրապես չեմ կարող հոգալ։ Շոշափելիքներ, լրիվ կանամ, ես 700 հատի կատարանեմ անմաշտ Կառավարությունը պետք է որոշում բանի, որ արտադրությունը կարող է կույրը կատարել, դա թույլ չտա։ Պրոֆեսոր, ես դուք առաջարկել եմ։ Այդ մարդիկ այսօր այսուրից ծևի կմեկնաբանեն։ Այդ մարդիկ սնո տեսի բիզնեսմենը կբերեն, էժանը կբերեն ձե օգուտ կուտա։ Կույրերի միավորման անդամների խոսքով իրենց որևէ օգնություն կամ արտոնություն չի տրվում։ Միակ աջակցությունը Գյումրու քաղաքապետարանի կողմից տրվող անվճար երթևեկության կտրոններն են։ Այդ երթևեկության տոմսերն էլ ինչ է տալիս են, ում ցույց տաս։ Միամ այնպեսի հայացքը գծեն Միավորման անդամներն առաջիկայում պատրաստվում են իրենց խնդիրների լուծման նպատակով վարչապետին դիմել։ Ցայք հեռուստաընկերություն այսօր։ Գյումրու Ղորղանյան փողոցի բնակիչները բողոքում են։ Խցանվել է փողոցի մի քանի կոյուղատար խողովակ։ Բնակիչները դժգոհում են, որ կոյուղաջրերը լցվում են տները եւ փողոցները։ Մեր նկարահանման պահին թեև Վիոլա ջուր ընկերության Շիրակի մասնաճյուղի բանվորական կազմը մաքրման աշխատանքներ էր իրականացնում, բայց բնակիչները նշում են, որ հարցի միակ լուծումը խողովակների հիմնովին փոխելն է։ Ձմեռեք, հասկանանք, աղբեր ջան, բայց որ տերտասիրանցքը դիմես չէ։ Դերները սեպեն քաշվում գճանար։ Չեկուս մեջերով հալոս են դա ինչ հոտ բիզնեսի։ Դա ստուն դիք կերնի մոդալապես մի պատեզանոց շենք եմ լրիվ 4 թույմանոց կոյուղաճից է։ Դիք չի բավարար է։ Սի ամեն տարի էս ծևի տիղն է։ Ցելոֆոնը պարտ եղե։ Ինչս չելնի։ Կուկլից բռնած չելնի։ Բնաջիշտերն են մեղավոր, ով է մեղավոր։ Անպայեխից չեն սեդե կոյուղայցիցը եղելով տիղդա չերը քաշը ոչ թե պարգտն լեսնեն խցանում են։ Խցանում է եղե, բացել են, այս անգամ սարել է, ուշացրել են, սարել է։ Ասաղ կցիկ բնաջիշտների վրա։ Բիլետի քարին սես երեք անել ենք, սաղս է։ Քարը ուտից։ Այնտեղ լուկա ջարտած է։ Կարիշտի։ Ապա կսեք մարդիկ են կցեք, այնա քամի քշել է լուկից պարդում է դել է ինչ է։ Քամին է չի բնակիչ ճարը անցել է։
Ո՞վ է մեղավոր։ Կառավարությունը։ Չէ, ես եմ։ Մարզական մեկ լուր գյումրեցի ֆուտբոլիստուհիները նախապատրաստվում են մրցաշրջանի գարնանային փուլին։ Մարզվում են նախկին Գյումրու ֆուտբոլի դպրոցի մարզադահլիճում։ Հայաստանի կանանց ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը մեկնարկելու է ապրիլին։ Մարզիչները հույս ունեն, որ մինչև պաշտոնական առաջին խաղը իրենց սաները կհասցնեն լավ մարզավիճակ ձեռք բերել։ Գյումրի թիմի մարզմանն է ներկա գտնվել Հաբեթ Հարությունյանը։ Ֆուտբոլի աղջիկների Գյումրի թիմը վերսկսել է մարզումներ եւ նախապատրաստվում է մրցաշրջանի գարնանային փուլին։ Գյումրեցի ֆուտբոլիստուհիները հանդես են գալիս Հայաստանի կանանց ֆուտբոլի մրցաշարի A ենթախմբում եւ աշնանային փուլում անցկացրած 4 տուրից հետո վաստակած 4 միավորով զբաղեցնում են երրորդ հորիզոնականը։ Աշնանային փուլի ավարտից հետո հիմա անցնում ենք խորը ֆիզիկական պարապմունքների շրջան եւ հիմնականում քանի որ պարապում ենք դահլիճում աշխատում ենք տեխնիկայի զարգացման վրա, թե գիտեք դահլիճում մարզվելիս ավելի շատ տուժում են մեծ դաշտում խաղալու երկար փոխանցումները, տարածություն զգալու փոխանցում, ուժգնություն զգալու այդ որակները։ Մարզիչ Սենիկ Արաքելյանը նշեց, որ բացը փորձում են լրացնել շաբաթը մեկ անգամ մարզվելով Գյումրու ֆուտբոլի ակադեմիայի արհեստական խոտածածկով խաղատաշտում։ Արտուր Գևորգյանն էլ հավելեց, որ ամեն ինչ կանեն, ինչպես հարկն է մրցաշրջանի որոշիչ փուլին լավ մարզավիճակով ներկայանալու համար։ Բնականաբար մի անգամից եթե դաշտ դուրս գանք թիմի մոտ կլինի պրոբլեմ, միջև հարմարվին դաշտին, բայց ընդհանուր թիմը լավ վիճակում է, խնդիրներ կար, փոքր դահլիճի հետ կապված ցուրտ է, բայց ամեն դեպքում թիմը մարզվում է, վեր պաղը չի խանգարում մեր մարզումներին։ Ինչ վերաբերում է մարզումային ամբողջ գործընթացին, ապա դրանք ավելի շատ ուղղված են խաղացողների ֆիզիկական պատրաստվածության ու արագությունների բարելավմանը։ Դրա համար կատարում են վարժություններ, ոտքերի համար արագացումներ, որպեսզի որակները կարողանան բարելավել եւ հարվածի ուժգնությունն է հիմնականում մագանայինի հետ կապված է, ինչպես նաեւ դիմացականություն, որպեսզի ավելի երկար կարողանան դիմանալ խաղի բարձր տեմպին։ Մրցաշրջանի գարնանային փուլը կմեկնարկի ապրիլին։ Առաջիկա հանդիպումը Գյումրին կացկացնի սեփական դաշտում եւ կմրցի Վանաձորի թիմի հետ։ Հավելենք, որ Հայաստանի կանանց ֆուտբոլի մրցաշարի B ենթախմբում է հանդես գալիս Գյումրի ակումբի երկրորդ թիմը։ Հապետ Հարությունյան, Խաչատուր Գևորգյան, այսօր։ Լրահոսն այս ժամի համար այսպիսին էր։ Նորություններին ծանոթացեք նաև այցելելով 3w.ցայ.am ինտերնետային կայք։ Ցտեսություն եւ ամենայն բարիք ձեզ։